Ես մեր պապից ուզել եմ շորիկ, ուզել եմ հերախոս ու տիկնիկ։ Ես մեր պապիկից ուզել եմ տիկնիկ և նկարչական բարեկաթուր։ Մինչ աշտարակի Գուլամիրյան հայորդյաց տան սաները թվարկում են ձմեռ պապից ակնկալվող իրենց նվերները, Տեր Փառեն Քահանա Առաքելյանը ներկայացնում է 2025 թվականին կրթօջախի ձեռքբերումները։ Մի երկու օրինակ ես կարող եմ ասել, օրինակ մեր դուդուկի խմբի սանը Իսպանիայում հեռավար այդ մրցույթի ժամանակ գրավեց մրցանակ առաջին տեղ։ Մեր դհոլի տղաները հանրապետական մրցույթում առաջին տեղ գրավեցին։ Մեզ համար շատ մեծ պատիվ էր, որ մեր գեղանկարչության դասարանի սաները իրենց նախաձեռնությամբ կենաց պատկերներ, շարական այդ գրքույկը հրատարակեցին Վեհապար Հայրապետի օրհնությամբ։ Եվ իրենք կարդացին շարականները, երգում են շարականները եւ այդ շարականները նկարի պատկերի վերածեցին։ Մենք գնացել էինք Էջմիածին ապրելու եւ մեզ քանի որ լավ ապրեցինք, մեզ ուղեկցեցին դեպի Իտալիա։ Չեն գնացել, դեռ պատրաստվում են գնալ։ Մեր նվիրյալ մանկավարժների շնորհիվ տարաբնույթ նոր ծրագրեր կյանքի կկոչվեն 2026 թվականին նոր ձեռքբերումներ ունենալու համար, ասում է Տեր Հայրը։ Աշտարակի հայորդյաց տան 14 տարբեր դասարաններում 270 երեխա է սովորում։ Տարեվերջին ամանորյա ելույթներ էին պատրաստել կատարողական դասարանների սաները։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնից Վեհապար Հայրապետը տոնական նվերներ էր ուղարկել բոլոր սաներին։ Սա սիրտ է, հոգի է, որ բաբախում է աշտարակում եւ Վեհապար Հայրապետի երազանքը, որ հայորդյաց տները հիմնելու ժամանակ ունեցել է, այսօր իրականություն է դարձել եւ 1000 անգամ փառք Աստծո դրա համար, որովհետեւ հարյուրավոր երեխաներ սովորում են եւ կերտվում են որպես լիարժեք քրիստոնյաներ, պատանիներ եւ երեխաներ։ Սա Երևանում եւ մարզերում գործող 8 հայորդյաց տներից մեկն է։ Դրանք ստեղծվել են ամենայն հայոց Հայրապետի ջանքերով, հայկական բարեգործական ընդհանուր միության եւ բազմաթիվ բարերարների աջակցությամբ։ Սոնա Խաչատրյան, Հարություն Տոլանյան, Եկեղեցական կյանք։